քաղաքական գործոնը ակնառու է։ Ինչու, որովհետև Ադրբեջանից Հայաստան ներկրվող ղազախական հացահատիկը, Ադրբեջանի տարածքով եւ նավթամթերքը, եթե պարբերաբար բնույթ կրի, միգուցե տնտեսական հարաբերությունների հաստատման եւ խորացման երանգ տեսնենք։ Միակողմանի։ Եթե Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ չարտահանվեն Ադրբեջան, թեկուզ նույն Վրաստանի ճանապարհով, մեր երկրում արտադրված, ասենք ալկոհոլային խմիչքներ, կամ իրանական ապրանքը Հայաստանի տարածքով, Վրաստանով, մի խոսքով երրորդ այլ երկրից, այդ ժամանակ միգուցե կասենք, որ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների ինչ-որ վերականգնման փուլում ենք, բայց եթե մենք վերցնում ենք եւ ներկրում ենք ադրբեջանական նավթամթերքը, ղազախական հացահատիկը Վրաստանի ճանապարհով, չեն կարող խոսել սահմանների ապաշրջափակման մասին եւ չեն կարող խոսել տնտեսական իրապես հարաբերությունների մասին։ Եվ եկեք չմոռանանք, որ երկու պետությունների միջև քաղաքական դիվանագիտական հարաբերություններ առկա չեն։ Խաղաղության պայմանագիր որպես այդպիսին ստորագրված չէ։ Այն որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիև, Փաշինյան եւ Թրամփ երրակողմ ինչ-որ թուղթ են ստորագրել, դա այդ թուղթը ինձ համար առ ոչինչ է, որտեվ այն մի սուարուն չունի։ Ասեմ ավելին, Ամերիկան ոչ թե հանդիսանում է կողմ, այլ պարզապես որպես վկա եւ ինչ-որ ներդրումային ծրագրերով փորձում է Սյունիքում այդ Թրամփի ուղի հասկացությանը մի սուարյուն տան։ Եվ Ռուսաստանի գործոնը անտեսում են։ Եվ այս վերջերս իմացա, որ Թուրքիայի իշխանության բարձր հովանու ներքո այսպես հայտարարություն է եղել, որ չի բացառում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Ներողություն, եթե հայ-թուրքական սահմանը բացվեց, նշանակում է հայ-ադրբեջանական հարաբերությունները նոր աստիճանի վրա են գալու։ Եթե հայ-թուրքական սահմանը բացվեց, ներողություն, այդ դեպքում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան ինչ է անելու այնտեղ։ Չէ՞ որ մենք ունենք Ռուսաստանից կնքված ներպետական պայմանագիր, որ մինչև 2046 թվականը Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է Հայաստանի Հանրապետության հայ-թուրքական սահմանը, որը 270 կիլոմետր եւ հայ-իրանական սահմանը, որը 42 կիլոմետր է, պահպանության համար։ Եթե մենք սահմանը բացում ենք Թուրքիայի հետ, ուրեմն մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորենք այն ֆորմատով, որ Ռուսաստանը պետք է իր 102-րդ ռազմաբազան հանի այնտեղից։ Դեռ ավելորդ կդառնա իհարկե։ Եվ հայ-իրանական, սահմանին կանգնած այդ ռուսական զինված ուժերը պետք է դուրս գան։ Այդ դեպքում արդեն խնդիր է առաջանում ՀԱՊԿ-ի հետ, խնդիր է առաջանում ԵԱՏՄ-ի հետ, խնդիր է առաջանում առհասարակ։ Ինչպես ենք մենք պատկերացնում բաց սահմաններով Հայաստանի Հանրապետություն այսպիսի իշխանությամբ, այսպիսի տնտեսական վիճակով եւ այսպիսի արտադրատնտեսական, ֆինանսատնտեսական տնտեսություն ունենալով, դա ես դժվարանում եմ պատկերացնել, մենք այո պետք է գնանք բաց սահմանների քաղաքականությանը եւ պետք է խաղաղություն լինի Հայաստանի Հանրապետությունում, սակայն փոխշահավետ համագործակցության վրա, եթե մենք պետք է միայն Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկրենք ապրանքատեսակ Հայաստանի Հանրապետության ներքին շուկա սպառելու համար, այդ դեպքում հարց է առաջանում, մեր երկրում արտադրված ապրանքները չեն արտահանվելու այդ երկրներ։ Եթե դա միակողմանի պետք է լինի, նշանակում է հետեւյալը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կլանել, կուլ տալ տնտեսական գործոնով եւ կախվածության մեջ գցել, ինչպես են ասում, թուրքական վիալետ, հերթական, կամ թուրքական գերազդեցության տակ հայտնվել, ճիշտ ասած ինձ համար Ադրբեջանը որպես պետություն, ինձ համար ամենայն անկեղծությամբ դերուն նշանակություն չունեցող հասկացություն է։ Ես երբ որ խոսում եմ Ադրբեջան հասկացության հետ կապված, ինձ համար միշտ ասոցացվում է Թուրքիայի Հանրապետությունը։